Բարև ձեզ։ Այսի ուղղակի չկարողացա այն զսպեի չանդրադառնայի այն մի կտոր ոսկորով ցեղասպանություն ուրացող, մի կտոր լափով հայրենիք ծախող, այդ հրապարակը լցված խորոված, արա ես թքեմ ձեր կերած խորովածի մեջ, այն չալոն շռի ձեր կերած խորովածի մեջ, արա դուք մարդ երբ պտի դառնաք, այ ու որ գալիս Ամերիկա եք հասնում ու ձեր վրա ղժում, ձեզ հեգնում, ձեզ ձեռ են կառնում, ոչ թե կանացի սումկեքը, որ կողքներիցդ կախած կնգապես հասնում եք Ամերիկա, դրա համար է, այլ նրա համար, որ անհայրենիք, մի կտոր խորովածի համար, մի կտոր լափի համար դուք հայրենիք կծախեք, դուք մի կտոր լափի համար ցեղասպանություն կուրանաք, արա ձեր կերած այդ խորովածի մեջ չալոն թող շռի ու տարեք ձեր նավարին կերակրեք այդ շռած խորովածը, էլ չգիտեմ ինչ ասեմ, ուղղակի բառապաշար ես, ուղղակի չեմ կարողանում, ինձի զսպում եմ, ինչքան հնարավոր է մարդկային ձևով խոսամ, ու նորից եմ ասում, որ գալիս հասնում եք Ամերիկա, ձեզի սենց լուրջ տղու տեղ մի դրեք այդ կանացի սումկեքը վրեկներդ կախած, հիշեք, որ դուք մի պատար խորովածի, մի կտոր չալաղաջի, մի կտոր ոսկորի համար հայրենիք ծախող, ցեղասպանություն ուրացող ժեխ եք, ու ինչ որ կատարվում է ձեր հետ, ու ինչ էլ որ պետք է կատարվի, ինչքան էլ որ վատ ու սարսափելի պետք է եղնի, արդար պետք է եղնի, որտեվ դուք ուրացող եք, որտեվ դուք ցեղասպանությունը մի կտոր չալած ղաջով փոխեցիք 1.5 միլիոն մարդու անմեղ մարդու կյանքը դուք ընդամենը մի հատ չալաղաջով փոխեցիք, նորից եմ ասում, ու որ գալիս ամերիկաներն էլ հասնում եք, ձեր վրա ղժում, ձեզ շան տեղ չենք տնում, մարդու տեղ չենք տնում, այս սրա համար է, ոչ թե այդ կանացի սումկեքով, որտև գալիս եք խնդալու եք դուք կնգասումկեքով, այլ շան տեղ չենք տնում, որտև հասկանում ենք, որ դուք ընդամենը փողի համար, մի կտոր լափի համար ամեն ինչի պատրաստ եք, ցեղասպանություն ուրանալու պատրաստ եք, Արցախ տալու պատրաստ եք, հայրենիք ծախելու պատրաստ եք, լափը լցեն դեմներդ, դուք ամեն ինչի պատրաստ եք, այ դրա համար է, որ ոնց ասեմ, արժանացել եք այն բախտին, ինչով որ ապրում եք դուք, որտև Աստված էլ տեսնում է, որ ձեզ դրանից ավելին հարամ է, դուք ընդամենը լափի համար ապրող մարդիկ եք,